Էջմիածնում կրակոցներն անձամբ արձակել է դանակից վիրավորված գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր Դստեր որդին։ Արմնու լրատվականը հայտնել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի թոռների միջադեպի գործով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, խուլիգանության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ Այս պահին քրեական գործով մեղադրյալ չկա։ Հիշեցնենք, Էջմիածնի քոլեջի մոտ գեներալի թոռների եւ մի խումբ տղաների միջև վեճ էր եղել։ Վիճաբանության պատճառը եղել էր աղջկա հարցը։ Մայիսի 15-ին վիճաբանություն էր եղել եւ կրակոցներ էին հնչել Էջմիածնում։ Արմնու լրատվականը հայտնել էր, որ վիճաբանողների մեջ էր գեներալ Մանվել Գրիգորյանի թոռները, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի եւ վերջինիս եղբոր Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդիները։ Նրանց վնասվածքներ էին հասցրել։ Ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես էլ հայտնել էր, որ Վաղաշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպք, հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։ Մայիսի 14-ին ժամը 10:40-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ կտրած ծակած վերքերով բուժօգնության էր դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ բաժին էր տեղափոխվել Էջմիածնցի 18-ամյա երկու երիտասարդ։ Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները Էջմիածնի Վազգեն առաջինի փողոցում վիճաբանել են բուժօգնության դիմաց եւ արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա Էջմիածնցին մեկնարկային ատրճանակով 2 անգամ կրակել է օդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության եւ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Այս պահին գործով մեղադրյալ չկա։ Նախաքննությունը շարունակվում է։